Մետրոյի շաբաթը թվերով մոտ 486,000 ուղևոր, կատարողականը 100%։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ոլորտային պատասխանատուները ամփոփեցին նախորդ շաբաթը։ Ի տարբերություն մետրոյի, ավտոբուսների դեպքում կատարողականը 100%-ից պակաս է եղել։ 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 4437 շարժակազմ, նախատեսված 4691-ի փոխարեն 254 պակաս կամ -5,4%։ Ավտոբուսներից 46-ը անսարք են, ենթակայեն սպասարկման տեղեկացրեց Երևան ավտոբուսի տնօրենը։ Որից մանմակնիշի 87 միավորից 7 միավոր, Ժողովրդի մակնիշի 562 միավորից 9 միավոր, Հայգեր մակնիշի 103 միավորից 10 միավոր, փոքր դասի միկրոավտոբուս 100 միավորից 20 միավոր։ Իսկ Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում հիմնարկում վարորդների պակաս կա նոր ձեռք բերված փոշեկուլ մեքենաների համար, սակայն նոր վարորդներ ընդունելու համար հաստիկացուցակում է պետք փոփոխություն անել։ Ավագանու որոշմամբ 12 նոր հաստիկ պետք է ավելացնեն, բայց դա հնարավոր է ավագանու հերթական նիստի ժամանակ։ Մինչև այդ ժամանակավորապես ջրցան մեքենաների վարորդներին են սովորեցնում, թե ինչպես կիրառել փոշեկուլ մեքենաները։ Եվ արդեն հանձնման ընդունումից հետո արդեն կսկսեն աշխատանքներ իրականացնել, նախատեսում ենք մոտ ապրիլի 5-ից 7-ի կողմերը արդեն աշխատանքներ իրականացնել։ Այս տարի առաջին անգամ Երևանում ծառատունկը մեկնարկել է ձմեռային ամսից սկսած։ Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մանրամասնում է, մշտադալարների տունկը նպատակահարմար է հենց ցուրտ եղանակին։ Քաղաքում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում սոճիներ և եղևնիներ։ Մարտի 10-ից էլ մեկնարկել են սանիտարական էտի ու ձևավորման աշխատանքները։ Իրականացվում են ըստ տրանսպորտի վարչության տված տվյալների ավտոբուսային երթուղիների խանգարող փողոցներում, ինչպես նաև ներառված են թվով 300 բակեր, որոնք արդեն բնակիչների դիմումների հիման վրա խոստացված են բնակիչներին, 19 այգիներ և 18 ուրեմն փողոցներ և պողոտաներ։ Չնայած էտի աշխատանքները նախատեսված է իրականացնել մինչև ապրիլի 10-ը, բայց ջերմաստիճանի բարձրացման պայմանավորված մայրաքաղաքի հարավային հատվածում այն գուցե ավարտեն ապրիլի 1-ին։ Իսկ Թումանյան փողոցում ծառերի փոխանակման ընթացքը Բեգոյանը թվերով է ներկայացնում։ Մարտի 20-ից սկսվել է կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող խիստ դեֆորմացված ծեր հիվանդ ծառերի փոխարինման աշխատանքները Թումանյան փողոցում, ինչպես գիտենք, Թումանյան փողոցի մոտ 60%-ից ավելին դեռևս անցած տարի իրականացվել էր, այս տարի իրականացվել է մնացած հատվածը և Թումանյան փողոցը բերվել է վերջնական տեսքի։ Արդյունքում Թումանյան փողոցի երկրորդ հատվածում կունենանք հանված 80 ծառի փոխարեն այս պահին 95-ը տնկված է և 34-ը տնկվելու է, այսինքն ընդհանուր առմամբ այս երկրորդ հատվածում տնկվելու է 129 ծառատեսակ։ Երևանի վարչական շրջանների ղեկավարներն առանձին զեկուցեցին բակային տարածքներում ու այգիներում կատարվող ու նախատեսվող աշխատանքների մասին, թե քանի բակ են բարեկարգելու, քանի սում են աշխատանքներն արդեն ավարտվել, որտեղ են այս պահին ընթանում։ Ընթացքի մեջ է նաև Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզված հատվածի վերականգնումը։ Վստահեցնում են, ժամկետի փոփոխություն չկա, մայիսին աշխատանքներն ավարտված կլինեն։ Իրինեմ Կրչյան, լուրեր։